Սրիկյանը Նիկոլի հրամանն է կատարել։ Սրիկան Նիկոլն էլ խաբել է Ղարաբաղցուն։ Միջև էր Սովասարավին նամի սովացության մեջ գտնող Ղարաբաղցին իր զենքը չի դրել։ Միջև վերևից չեն ասել հանձնվիր։ Իր զենքը չի դրել։ Ճշմարտությունը մի հատ է։ Չեն կարա, իրանք ամեն ինչով մի կողմ են քաշվել, չեն ուզել ցել օգնեն, բայց Ղարաբաղցին չի հանձնվել։ Միջև Նիկոլի հրամանը չի եղել, որ պիտի հանձնվի։ Թող չասեն չեն կռվել։ Իրանք էլ հավատաց են, ինչ դե հիմա 9 ամիս սովասարավ մի փոսի մեջ 4 կողմը թուրքեր թշնամի, մի կողմն էլ փաստորեն Նիկոլելի թշնամի։ Ում դեմ կռվի Ղարաբաղցին։ Բայց կռվել է Ղարաբաղցին։ Հարցն է, որ կռվել է, իրանք հրաման են տվել։ Վերջի միջև վերջի վարկյանի Նիկոլի հրամանն են կատարել։ Թող չասեն Ղարաբաղցին Արցախին չի կռվել։ Կռվել է, ու գիտես ում դեմ է կռվել, Թուրքիայի դեմ է կռվել, Ադրբեջանի, Իսրայելի, մի թիքա ժողովուրդը այդ հզոր երկրների դեմ կռվել են, ու չեն հանձնել, միջև հրաման չեն ստացել։ Թող չասեն չեն կռվել։ Ես էլ պատերազմի ժամանակ եմ տեղավորել։ Թող միջև ինչի, որովհետև Ադրբեջանը տեսել է, որ շատ զոհեր են տալիս, այդ մի առանց կարելի ասել առանց զենք, ավտոմատը Ադրբեջանի զինված ուժերի դեմ զենք չի, ոչ էլ մի քանի գրանատամյոտնա զենք։ Իրանք ինքնաթիռներով էին գալիս, ինչերով են գալիս, մենք էլ կրակում էինք, բայց չէինք հասնում, չէ։ Ու հզոր երկրների դեմ են կռվել։ Էն էլ Ադրբեջանն է այդ բանը խնդրել, որովհետև տեսել է, որ շատ զոհ են տալիս։ Ինքը չի սպասել, որ Ղարաբաղցին կանգնելու է, այտենց պաշտպանի իրան։ Դուք էլ եք հիմա ֆինանսական խնդրի։ Իհարկե ֆինանսական խնդրի մեջ եմ, հիվանդ երեխա ունեմ, առաջի կարգի հաշմանդամ։ Ինչ պիտի անեմ, որտեղ ոնց պիտի ապրեմ։ Ասում են գնացեք աշխատեք։ Աշխատում եմ 80,000 աշխատավարձ եմ ստանում։ Ինչ անեմ այդ 80,000-ը։ Երեխուս նպաստներ կտրել են, ասում են չի հասնում, ապահով է ձեր ընտանիքը։ Առաջի կարգի հաշմանդամին։ Դու մարդիկ, որ տունտեղ ամեն ինչ ունեն, նպաստ ստանում են, լավ է, իրանց ասում է թող ստանան, բայց ինձ ասում է քեզ չի հասնում, դու աշխատում ես, գրանցված աշխատող ես, հիմա չաշխատեմ, բա ինչ անեմ, 80,000 եմ ստանում, 80,000-ը ինչ է, դրանից բացի գնում եմ մի օր ստեղ եմ աշխատում, մի օր դեղ եմ աման լվում, մեկի տունն եմ հավաքում, նենց չի, որ չեմ աշխատում, բայց չի ստացում, չեմ հասցնում։ 40+1 էլ իսկապես օգնում էին։ Դե գոնե բնակ վարձը տալի, բա իհարկե օգնում է, բնակարանի վարձը որ տալիս ես մնացած հոգսերը դու ես անում, էլի։ Ամենից վատ բանը, գիտես, որ սպասում ես քեզ ինչ որ մեկը պիտի փող տա, դրանից վատ բան չկա։ Թող ես իմ տանը լինեի, աշխատեի, ապրեի, իմ տունը պահեի, իմ ընտանիքը պահեի։ Հիմա նստել սպասում ենք, տեսնենք, այն դեպքում, որ ես բոլորն են գիտեմ, որ ամբողջ աշխարհը ինչքան փող ա ուղարկել փախստականների համար, ամբողջ աշխարհը, գոնե մեր հասանելիքը տան մեզ, ինչ հավաքել են։ Ինչու չի տալիս, հատուկ միտում եք տեսնում, թե ինչ։ Ցուրում Ղարաբաղցին չի ուզում, որ Արցախ բարը պիտի վերանա, ինքը չի ուզում, որ արցախցիները մնան Հայաստանում։ Ուզում է, որ դուրս գան Հայաստանից, որ էտանուն էլ չլինի։ Ալիևի հրամանն է կատարում, Թուրքիայի հրամանն է կատարում։ Այդ աննպատակը, արցախցին դուրս գնա։ Ընդհանրապես չեք տեսնում այդ մարդը ինչ որ հայկական է, իրեն դուրս չի գալիս։ Այն արմատներից է սկսում Հայաստանը կործանել, հայկական արմատներից։ Ինչ որ հայկական է, ինչ որ հայանպաստ է, ինքը ոչնչացնում է դա։